Անին և Բորիսը խաղում են դիրձի խաղը, սկզբում շախմատի տախտակը դատարկ է ամբողջությամբ, երեխաները հերթով տախտակի վրա են դնում ձին և խաղը սկսում է Անին, պարտվում է այն խաղացողը, ով տեղադրում է իր ձին արդեն հարվածի տակ գտնվող վանդակի վրա, պահանջվում է գտնել, թե ով ունի հաղթական մարտավարություն, շատ լավ, դե խնդրի լուծումը ինչ քայլերից է բաղկացած լինելու, մենք սկզբում ասելու ենք, թե ով ունի հաղթական մարտավարություն, այնուհետև նկարագրելու ենք ինչ հաղթական մարտավարություն նա ունի, այսինքն ինչպես է խաղալու, որպեսզի հաղթի, ու դրանից հետո ապացուցելու ենք, որ այդ հաղթական մարտավարությունը իրոք աշխատում է, այսինքն 3 գլխավոր քայլից է բաղկացած լինելու խնդրի լուծումը, դե այսպիսի խնդիրներ մենք արդեն լուծել ենք, նմանատիպ իրավիճակներ դիտարկել ենք ու տարբեր տեսակի մարտավարություններ ենք քննարկել ու մեզ ծանոթ է սիմետրիկ խաղալու մարտավարությունը, դա այստեղ նույնպես կաշխատի, որովհետև երբ որ մենք ձի ենք դնում ինչ-որ վանդակում, այն հարվածի տակ է պահում ոչ ուղիղ գծով վանդակները մեզ մոտ, այլ ինչ-որ էլաձև է նրա քայլը, ուստի սիմետրիկ խաղալու մարտավարությունը այստեղ բավականին կօգնի, ու մեզ հիմա անհրաժեշտ է արդեն հասկանալ, թե ըստ ինչի է սիմետրիկ խաղալու ու առհասարակ ով է ունենալու հաղթական մարտավարություն, դե ակնհայտ է, որ սիմետրիկ խաղալու դեպքում Բորիսը պետք է ունենա հաղթական մարտավարություն, որովհետև ինչ էր իրենից ներկայացնում, ուղղակի ներկայացնում էր քայլի կրկնումը, այսինքն երկրորդ խաղացողը կրկնում էր առաջին խաղացողի քայլը սիմետրիկ ձևով, բայց ըստ ինչ-որ բանի, ինչ-որ իրավիճակներում մենք ունենք ըստ կենտրոնի, ինչ-որ իրավիճակներում ըստ այս գծի, ու այստեղ նույնպես ունենալու ենք ըստ ինչ-որ ուղի։ Եկեք ենթադրենք այսպես, տախտակը բաժանում ենք երկու հավասար մասի, ուղի անունը դնենք L, որպեսզի մի քանի անգամ չկրկնենք ուղղակի մեր հարմարության համար, ու արդեն նկարագրենք ինչ ենք մենք անելու այստեղ։ Դե քայլ 1-ը նշել, ով ունի հաղթական մարտավարություն։ Ինչպես ասացինք, Բորիսը ունի հաղթական մարտավարություն։ Շատ լավ։ Հիմա մեզ պետք է նկարագրել, որն է այդ հաղթական մարտավարությունը։ Արդեն դրանով զբաղվենք։ Բորիսը կխաղա Անին սիմետրիկ ըստ L ուղի։ Ինչը նշանակում է, որտեղ որ դնի իր ձին Անին, դրան սիմետրիկ L ուղի նկատմամբ վանդակում իր ձին կդնի Բորիսը, իսկ դրան սիմետրիկը ուղղակի վանդակների քանակություն հաշվելն է, ինքն եթե մեզ մոտ C7-ում է դրել իր ձին Անին, ապա Բորիսը F7-ում դնելով իր ձին կդնի Անին սիմետրիկ վանդակում։ Շատ լավ, նկարագրեցինք մարտավարությունը, հիմա արդեն պետք է անցնենք գլխավոր քայլին և ասենք, թե ինչու է այդ մարտավարությունը ճիշտ և ինչու է բավարարում Բորիսի հաղթանակը, ապահովում Բորիսի հաղթանակը։ Ինչու է մարտավարությունը ապահովում հաղթանակը։ Շատ լավ, հիմա արդեն եկեք դրանով զբաղվենք։ Դե նախ հասկացանք, Բորիսը միշտ խաղում է Անիին սիմետրիկ, ինչը նշանակում է, որ նախ մեզ պետք է ցույց տալ, որ Բորիսը միշտ քայլ անելու տեղ կունենա։ Եվ ինչու Բորիսը միշտ կարող է իր քայլը կատարել, և ինչու այն վանդակը, որտեղ Բորիսը կուզենա դնել նոր ձի, հարվածի տակ չի գտնվում։ Հիմա դա քննարկենք։ Երբ Բորիսի հերթն է խաղալու, ձի դնելու։ Նա դնում է ուղիղ գծով Անիի նախորդ
դրած ձիուն սիմետրիկ։ Շատ լավ։ Հիմա ինչ ենք սրանից հետո մենք ասում։ Հիմա ենթադրենք, եկեք կանաչ գույնով Բորիսի դրած ձին ցույց տանք եւ այս գույնով էլ Անի։ Ենթադրենք Անին դրել է իր ձին այստեղ։ Ահա։ Այստեղ Անին է դրել իր ձին։ Հետևաբար դրան սիմետրիկ ձին կդնի Բորիսը։ Ահա։ Եվ Բորիսի դրած վանդակը հարվածի տակ չպետք է լինի։ Հիմա դրա մասին խոսենք։ Գծով Անի նախորդ դրած ձիուն սիմետրիկ, շատ լավ։ Դիտարկենք բոլոր հնարավոր վանդակները, եկեք այսպես կետերով նշենք, կարմիր գույնի կետերով նշենք, որոնք հարվածի տակ է պահում Բորիսի ձին։ Սա է հարվածի տակ պահում, սա է հարվածի տակ պահում, սա եւ այս վանդակը։ Ուրիշ վանդակ չկա, որ Բորիսի դրած ձին հարվածի տակ է պահում։ Դիտարկենք բոլոր վանդակները, որոնք հարվածի տակ է պահում ահա Բորիսի ձին։ Շատ լավ։ Այդ վանդակներից յուրաքանչյուրը մեզ մոտ լինելու է ազատ։ Ինչու՞։ Որովհետև եթե Բորիսի դրած ձին հարվածի տակ է պահում այս վանդակում դրված ձին էլ հարվածի տակ է պահելու Բորիսի ձիուն։ Ուստի եթե այստեղ ձի լինի, Բորիսը իր ձին չի կարող դնել այստեղ։ Բայց ինչու ենք մենք վստահ ասում, որ այստեղ ձի չկա, այս վանդակներից ոչ մեկում ձի չկա։ Վստահ ասում ենք, որովհետև եթե այստեղ ձի լինի, ապա դրա սիմետրիկը նույնպես պետք է ձիով զբաղված լինի։ Ինչու՞, որովհետև մենք մինչև այդ սիմետրիկ էինք պարտադիր խաղում։ Իսկ եթե դրա սիմետրիկում ձի կա, ապա դա հարվածի տակ է պահելու սիմետրիկ Բորիսի դրած ձիու վանդակի սիմետրիկ վանդակը, որտեղ իր ձին էր դրել Անին։ Հետևաբար Անին ի սկզբանե չէր կարող իր ձին այդտեղ դնել, որպեսզի դրան էլ սիմետրիկ Բորիսը դնի իր ձին։ Շատ լավ։ Հիմա մեզ դա պետք է արդեն նկարագրել բառերով այստեղ։ Տեսեք, մենք ասել ենք, երբ Բորիսի հերթն է ձի դնելու, նա դնում է ուղիղ գծով Անի նախորդ դրած ձիուն սիմետրիկ։ Դիտարկենք բոլոր վանդակները, որոնք հարվածի տակ է պահում Բորիսի ձին։ Դրանք բոլորը ազատ են։ Ազատ են։ Հակառակ դեպքում զբաղված կլինեին, եկեք զբաղված գրենք ուղղակի, կլինեն նաև դրանց սիմետրիկ վանդակները, ահա, հակառակ դեպքում զբաղված կլինեն նաև դրանց սիմետրիկ վանդակները, որոնք հարվածի տակ են պահում Անի նախորդ քայլի ձիուն։ Հետևաբար Անին ի սկզբանե այդտեղ չէր կարող դնել իր վանդակը, կներեք, իր ձին։ Հետևաբար Անին ի սկզբանե իր ձին չէր կարող այդտեղ դնել։ Ահա, ինչն էլ նշանակում է, որ Բորիսի ձիուն դիտարկելը
արդեն անիմաստ կլինի, եթե Անին չէր կարող այնտեղ ձի դնել, ապա Բորիսը ինչպես կարող է դրա սիմետրիկում ձի դնել։ Շատ լավ, սա հասկացանք, որ Բորիսը միշտ քայլ անելու հնարավորություն ունի, եթե քայլ անելու հնարավորություն ունի Անին։ Արդյունքում Բորիսը միշտ կարող է քայլ անել քանի դեռ քայլ է անում Անին։ Ահա, քայլ է անում Անին։ Ու սրա արդյունքում ինչ է ստացվում, քանի դեռ քայլ է անում Անին, կարող է քայլ անել Բորիսը։ Սա ապացուցեցինք, հիմա արդեն դիտարկենք իրավիճակը, երբ Բորիսը չի կարող քայլ անել։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ նա վանդակ չունի, որպեսզի դնի, ոչ մի վանդակ չկա, կարող ենք դիտարկել ընդամենը մի դաշտը, օրինակ։ Ոչ մի վանդակ չկա, որտեղ կարող է իր ձին դնել Բորիսը։ Բայց քանի որ մենք սիմետրիկ ենք խաղում, նշանակում է Բորիսից առաջ քայլ անելու հնարավորություն չի ունեցել հենց Անին։ Եթե Բորիսը չի կարող ձի դնել, ապա նախորդ քայլում ձի դնելու դիրք չի ունեցել Անին։ Շատ լավ, նախորդ քայլում ձի դնելու դիրք չի ունեցել Անին, որտեղից էլ հետևում է Անին պարտվել է։ Ահա, այսինքն ստացվեց մենք ապացուցեցինք, որ միշտ կարող է քայլ կատարել Բորիսը, և եթե Բորիսը քայլ կատարելու հնարավորություն չունի, ուստի դրանից մի քայլ առաջ քայլ չի կարողացել կատարել Անին, հետևաբար Անին պարտվել է։ Շատ լավ, եկեք կատարենք այս խնդրի համար ամփոփում և քայլերի վրայով ևս մեկ անգամ սահենք։ Ամենասկզբում այսպիսի իրավիճակներում մենք դիտարկել ենք ու շատ ենք դիտարկել սիմետրիկ խաղալու մարտավարությունը ու դրա ամբողջ միտքը կայանում էր նրանում, որ երկրորդ խաղացողը ըստ ինչ-որ բանի, այսինքն ինչ-որ կոնկրետ ձևով սիմետրիկ էր խաղում առաջին խաղացողին, ուստի միշտ քայլ կատարելու հնարավորություն էր ունենում։ Ինչ արեցինք այս դեպքում։ Դե հենց մարտավարությունը սիմետրիկ խաղալուն ընտրեցինք, հետևաբար ակնհայտ է, որ հաղթական մարտավարություն պետք է ունենա Բորիսը, եթե դաշտը մենք այսպես ենք բաժանում։ Որովհետև իրավիճակներ կան, երբ առաջին խաղացողը ինչ-որ քար է դնում և կամ ինչ-որ ձև, ինչ-որ բան է դնում տախտակի վրա ու հետո արդեն սիմետրիկ խաղ է սկսվում ու այդ դեպքում արդեն առաջին խաղացողն է ունենում մարտավարություն հաղթական, սակայն սա դրա դեպքը չէ։ Սա ի սկզբանե մենք ունեցել ենք սիմետրիկ դաշտ, ուստի ի սկզբանե մենք կարողացել ենք երկրորդ խաղացողի համար ապահովել այդ սիմետրիկ խաղալու մարտավարությունը։ Հիմա Բորիսը ունի հաղթական մարտավարություն և նա խաղում է Անին սիմետրիկ ըստ L ուղի։ Ահա այսպես, ըստ L ուղի ուղիղ գծով սիմետրիկ է խաղում։ Եվ ինչու է այդ մարտավարությունը ապահովում հաղթանակը։ Հիմա դրա մասին է պետք խոսել։ Երբ Բորիսը պետք է իր ձին դնի, ինչպես այստեղ նշված է, մենք այստեղ լավ տեքստով նկարագրել ենք ինչպես է խաղը ընթանալու։ Երբ մեզ մոտ Բորիսն է դնում իր ձին, նա դնում է Անին սիմետրիկ։ Հետո դիտարկում ենք Բորիսի բոլոր հարվածի տակ պահող վանդակները, ահա այս Բորիսի ձիում։ Կամ բոլոր այն վանդակները, որոնք կարող են հարվածի տակ պահել Բորիսի ձիուն։ Դրանք բոլորը կարմիրով նշվածներն են այստեղ, ազատ են, դրանցից ոչ մեկում չկա դրված ձի։ Ինչու՞։ Որովհետև եթե ինչ-որ մեկում լինի դրված ձի, ապա դրա սիմետրիկում նույնպես պետք է դրված լինի ձի, որովհետև կամ Անին է այստեղ դրել և սիմետրիկում դրել է Բորիսը, կամ հակառակ իրավիճակը, էական չէ։ Միայն գիտենք, որ եթե նրանց քայլից առաջ,
քանի որ մինչև այդ խաղացել են սիմետրիկ, պարտադիր։ Եթե այս վանդակում ձի կա, ուրեմն այս վանդակում էլ ձի կա։ Իսկ դրա սիմետրիկը հարվածի տակ է պահում անի վանդակը, այն վանդակը, որտեղ իր ձին դրել էր անին մի քայլ առաջ։ Հետևաբար անին ի սկզբանե չէր կարող այստեղ ձի դնել, ուստի Բորիսի ձի դնելու իրավիճակը մենք չենք էլ արդեն դիտարկում։ Հետևաբար այս բոլոր վանդակները մեզ մոտ ազատ են, Բորիսը միշտ կարող է իր ձին դնել։ Իսկ ինչ կլինի, եթե Բորիսը ուղղակի չի կարողանում տախտակի վրա դնել իր ձին, այսինքն ոչ մի վանդակ չկա, որպեսզի մեզ մոտ ազատ լինի, հարվածի տակ չգտնվի։ Դա նշանակում է, որ դրանից մի քայլ առաջ անին նույնպես չի կարողացել ձի դնել, որովհետև քանի դեռ քայլ անելու հնարավորություն ուներ մեզ մոտ անին, եթե անին ինչ-որ տեղ դնում էր իր ձին, նշանակում էր դրա բոլոր հարվածի տակ դրած։ Վանդակները ազատ են, ինչը նշանակում է, որ դրանց սիմետրիկները նույնպես ազատ են։ Ուստի եթե անին դրեց իր ձին այստեղ, դրա սիմետրիկում իր ձին կդնի Բորիսը։ Քանի դեռ քայլ անելու հնարավորություն ունի անին կարող է քայլ կատարել Բորիսը, ինչպես այստեղ նկարագրենք, ու եթե Բորիսը չի կարողանում ձի դնել, հետևաբար անին նույնպես չի կարողացել ձի դնել ուղիղ մեկ քայլ առաջ։ Ինչն էլ նշանակում է, որ անին ավելի շուտ է պարտվել և մենք նույնիսկ չենք անցնում դիտարկելու Բորիսի քայլին։ Ուղղակի ասում ենք, որ անին պարտվել է։ Հետևաբար հաղթական մարտավարությունն է սիմետրիկ խաղալը և դա ապահովում է Բորիսի հաղթանակը։ Այսքանով խնդրի լուծումը ամբողջությամբ կարող ենք ավարտել։